Առաջին հայացքից հանգստավայր հիշեցնող այս տեղում կարող է պատահել ռուսական գաղտնի ու կիսառազմական ճամբար է։ Սերբիայի իշխանությունները կասկածում են, որ այստեղ ռուսները նաև ռազմական վարժանքներ են անցկացնում ու վերջին ամիսներին մոտ 150 օտարերկրացու են մարզել։ Կասկած կա, որ նրանք մարզվում էին Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո անկարգություններ հրահրելու համար։ Տեղում հրաժարվել են մանրամասնել, ինչով են զբաղվում։ Խմբի ղեկավար Զորան Միրկովիչն էլ Բոսնիա-Հերցեգովինայում է։ Մեկնաբանություն չկա, բայց երկրի դատախազությունը հայտնում է ղեկավարն ու հաստատությունը հետաքննության տակ չեն։ Երկու հոգի կալանավորված է մարզումները կազմակերպելու համար։ Куда поехали? В Сербию. Сколько человек вас было? Тоже не было специально. У нас было 3 машины, и в машине было 8 человек всего. Еще и меня. И что вы там делали? Учили нас пользоваться рациями и показывали какие-то митинги российских группировок. Պետական պաշտոնյաներն ու տեղի բնակիչները նշում են, ճամբարից տեղյակ չեն, տեղի խանութում, բայց ռուսախոս հաճախորդների են հիշում։ Նրանք ամեն օր էին գալիս։ Չգիտեմ կոնկրետ ինչքան ժամանակ էին այստեղ, բայց այստեղ էին։ Նրանք խանութի առաջ էին, խմում էին, մենք մի քիչ շփվել ենք, ոչ շատ։ Ինչ լեզվով էին խոսում։ Մեծամասամբ ռուսերեն, անգլերեն հազիվ։ Ճամբարից մի քանի մետրի վրա ապրողները, բայց արտառոց ոչինչ չեն նկատել։ Մոլդովական ընտրություններից 6 օր անց, սեպտեմբերի 26-ին Սերբիայում 70-ից ավելի մարդ է ձերբակալվել, մեծ մասը պատրաստություն են անցել այստեղ։ Մոսկվան ժխտում է իր կապը, Բելգրադն ասում թաքցնելու բան չունեն։ Մենք մոլդովացի մեր գործընկերներին ժամանակին զեկուցել ենք նաև նախորդ գործունեության մասին։ Նրանք ձերբակալվել են Մոլդովայի ընտրություններից առաջ։ Սերբական ոստիկանությունը չի հաստատում լրատվամիջոցների տեղեկությունը, թե ձերբակալվածները Սերբիայի նախկին կառավարության ռուսամետ նախարար Նենադ Պոպովիչի խորհրդականներն են։ Ինքը Պոպովիչը ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է Մոսկվայի հետ կապերի պատճառով եւ ազատության հարցերին չի պատասխանել։ Իսկ Սերբիայի նախագահ Վուչիչն ասում է, ճամբարում վարժանքների մասին ինֆորմացիան անձնական աղբյուրներից են ստացել, ոչ սերբական անվտանգության ծառայություններից։ Չեն իմացել, որովհետև ինչ որ մեկը չի ուզել, որ իմանան, նախագահի խոսքերն են։ Իսկ լոկալ այս ակտիվիստը գիտի 8 հեկտարանոց այս տարածքի տերը ռուս-սերբական հարաբերությունների ջերմացման կողմնակից մեկն է, ինչի մասին նաև երկրի իշխանությունը լավ գիտի։ Ամեն ինչ հուշում է, որ երկրի իշխանությունն իմացել է այս մասին։ Սա այնքան մեծ գործողություն էր, որ չիմանալ չէին կարող։ Քաղաք Լոզնիցայում նաև Ռուսաստանի նախագահ Պուտինին լավ գիտեն, նա պատվավոր քաղաքացու կոչում ունի, բայց երբեք այստեղ չի եղել։ Չնայած Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը եւ արևմուտքի պատժամիջոցներին, Սերբիայի կառավարությունը մնում է Եվրոպայում Կրեմլի հատուկենտ գործընկերներից մեկը։ Եվրամիությունը, որի անդամակցության թեկնածու է Սերբիան, նույնպես զգուշացրել է ռուսական ազդեցության մասին։ Առաջին անգամը չէ, որ Մոլդովան էլ Եվրոպային է զգուշացնում Բալկաններում ռուսական ճամբարների մասին։ Մոսկվային մեղադրում է Քիշնևում անկարգություններ մտցնելու փորձերի մեջ։ Մոսկվան հերքում է ու հերքում։